Ոտյան 8:11 րոպե, բարի լույս իմ հարգելի աննման ռադիոլսողներ, որ իմանաք որքան եմ ես գնահատում, որքան եմ ես սիրում, որքան ճանապարհ ենք անցել մեկս մեկի վրա ապավինելով, չէ՞, ինչ ճանապարհ, սա 10 տարի է, 8.5 տարի կատակ բան չէ ռադիո հաղորդման համար, ամեն թրաֆիկի մեջ, լավ օրերը, վատ օրերը, ուրախությունը եւ արցունքը միասին քննարկելով, բարձրաձայնելով շարժվել ենք առաջ եւ անկախ զգացմունքներից մեկ-մեկ ոգևորված ենք խոսացել, մեկ-մեկ ես բարձր եմ խոսացել, մեկ-մեկ շատ ցածր եմ խոսացել, մեկ-մեկ եթերն ա կտրտել, մեկ-մեկ անջատվել, մեկ-մեկ մի խոսքով ամեն ինչ եղել է այս տարիների ընթացքում, բայց այդ բոլոր զգացմունքների հիմքում եղել է անկասկած մաքրամաքուր հայրենասիրությունը, մեր երկիրը, մեր մի բուռ երկիրը, Հայաստանի Հանրապետությունը տեսնել հնարավորինս բարեկեցիկ։ Հասկանում եմ, իդեալականացնել ոչինչ պետք չէ։ Մենք Լոս Անջելեսի, որ ասում եմ, հացը կերած ժողովուրդ ենք, տասնամյակներով ապրում ենք Լոս Անջելեսում։ Մենք գիտենք, որ աշխարհի գերտերությունը ինչ ճանապարհ է անցել, որ ինքն էլ շատ հեռու է իդեալական երկիր լինելուց, իր բոլոր բացասական կողմերով, իր վտանգներով, իր տագնապներով, իր վայրի վերումներով։ Ես հաճախ Միացյալ Նահանգները հիշում եք, համեմատում էի ասֆալտ փռող կատոկի հետ, այն դեղին հսկայական ծանրաքարշ մեքենան, որ հարթացնում է ասֆալտի մակերեսը, այդ երկիրն է, ինքը սենց դղրդյունով, յուղի ձենով, սենց գալիս է եւ քո վրայով աստիճանաբար անցնում է, դու գոռում ես, ղժում ես, բայց սենց անցնում է քո վրայով եւ քեզ սվաղում է ասֆալտին։ Եվ հետո դու, եթե ունես կամքի ուժ, եթե ունես կրթություն կամ աշխատասեր ես, բաշարող ես, ինչպես ասում է մեր ժողովուրդը, ամեն դեպքում մի կյանքի դպրոց անցած սերտիֆիկատ ունես, դու պոկվում ես այդ ասֆալտից եւ փորձում ես ոտքի կանգնել ու փառք ու պատիվ մեր ժողովրդին, որովհետեւ այդ կատոկներից հետո մեր ժողովուրդը ապրում է, արարում է։ Ես ապրել եմ այդ քաղաքում, որ ստեղծել են մեծ հաշվով հայերը։ Ես օգտվել ու օգտվում եմ այդ քաղաքի բարիքներից, այդ երկրի հնարավորություններից, որ տվել է իմ ժողովրդին, եւ ես տեսել ու ամեն օր զգում եմ, թե ինչ է կերտել մեր ժողովուրդը ու ինչքան հպարտանում եմ, նույնքան մտածում եմ ներքուստ, ասեմ նա ես մեր ժողովուրդն է այս ամեն ինչը արել։ Այս ժողովուրդը նայել էս ինչ ճարտարապետներով ինչ Գլենդելը շինացրել է, քաղաքապետարանում հայ քաղաքապետներով օրենսդիր, գործադիր մարմնով, ոստիկանով, հրշեջով, տեսեք ինչ քաղաք է սարքել, ինչ օրենք են պահում։ Էլի որոշակի բաստողումներ ամեն տեղ կա, բայց in general ոնց որ ասում ենք։ Ես նայում եմ թե կանաչապատ տարածքները հայերը ոնց են պահում։ Ես տեսնում եմ հայերը ոնց են ման տալիս իրենց շունիկներին, կատուներին, չգիտեմ, ընտանի կենդանիներին եւ ոնց են մաքրում իրանց հետևից։ Այո, ոմանք ասեն դե տուգանում են, դրա համար են բանանում, բայց դա ձևավորում է ինչ որ մի բան, որ այստեղ ես չեմ տեսնում ու հարց եմ տալիս ինքս ինձ շրջապատին, եթերում եմ խոսում դրա մասին։ Եթե նույն ազգը այդպիսի միջավայրում հայտնվելով կարողացել է կերտել, արարել, լեզու չիմանալով, թուղթանակ չունենալով, ինչքան դժվարություններ, ամեն մեկը ինքը գիտի իր անցած ճանապարհը, ես չեմ որ ինչ որ բաներ պիտի ստեղ ասեմ, ամեն մեկը հիմա գցում բռնում է իր մեջ, ասում է իրոք ինչերի մեջով են կանցել, բայց հասել են բարեկեցության, իսկ այստեղ ամբողջ կյանքդ կարող ես աշխատել եւ մնալ ձեռնունայն եւ որևէ բանի չասնել։ Այդ շատ հետաքրքիր զարգացում է, բայց այսօր դրա մասին չէ որ պիտի խոսեմ հարգելի բարեկամներ։ Այսօր եւս մեկ անգամ դες մոտորելու մի քիչ հետ գնալու դրվագ էր, ինչու հայրենասիրական նոտաներով սկսեցի, որովհետև այսօր էլի հրապարակեցին աուդիո ձայնագրություններ, գաղտնալսումներ, ինչպես ասում են, որով պարզվեց, որ այն հին չակերտավոր բարքերը, որոնք կային, պիցայակեր էին ասում, չգիտեմ ինչակեր էին ասում, 5000 դրամանոց էին ասում, Աստված են պարզվում, որ հիմա դեռ կա դա, ու այդ ձայնագրությունների մեջ ասում է, որ գալիս են 3000 դրամով եւ հոտ-դոգ պիտի ուտեն, հոտ-դոգը ապահովված է։ Դե ոնց դարձավ պիցան հոտ-դոգ կամ ուրիշ ինչ-որ մի բան, այդ հարցի պատասխանը չունեմ, բայց ինքնին այդ ձայնագրությունները լսելով չի հավատում, չեմ, որովհետեւ երեք հիշում եք ինչ
խորը փիլիսոփայական զրույցներ իրար հետ ունեցանք, որ հայը այս լուսավոր դարի բարքերից պիտի օգտվի, բան սենց խոսում ենք էլի, բան մեկ էլ հանկարծ այդ ամեն ինչից հետո այ մարդ մի րոպե օգտվողը կօգտվի, կրթվողը կրթվի, աշխատողը կաշխատի, ստեղծողը կստեղծի, բայց հսկայական մի շերտ կա, որը հոտ-դոգ պիտի ծամի եւ կուլ տա կերակրափողնի վար, ասում կարողա ուտի, հիմա լրիվ է տա։ Դու հասկանում ես, որ պետություն են քանդում։ Ասում 3000 դրամ ու հոտ-դոգ մի հատ գամ Վարդան Մամիկոնյան անեմ։ Արա դու Վարդան Մամիկոնյանի անունը ինչի ես տալիս գռնո, ինչի ես դու այդ անունը տալիս։ Դա երկրորդ հատորը պիտի գրեմ անպայման։ Հայ ամերիկյան օրագիր, երկրորդ հատոր, որովհետև անցավ նախորդ պատումը, հիմա նոր բաներ եմ լսում։ Հոտ-դոգ ասում է, հոտ-դոգը կա եւ հետաքրքիր ձևով է կիրառվելու, եղբայր դու չգիտես։ Ավելին ասեմ, այդ հոտ-դոգ ծամողները, որ 3000 դրամով գնում են պետության եւ պետականության դեմ միտինգների, ասում է հոտ-դոգը դու ինչ ուզում ես գոռամ։ Այ դուք եք երեխա ունենալու, եթե դեռ չունեք, իհարկե որ ասում է երեխան սրբությունա ոչ մի դեպք չի կարելի խառնել այս պատմության մեջ, բայց պատկերացրեք ինչ արժե համակարգա տալու այդ երեխուն վաղը մյուս օր։ Աղջիկ երեխա ես ունենալու հոտ-դոգով հետաքրքիր բաներ ա լինելու այդ երեխու հետ Ազիզ ջան, մի արա տենց բան։ Հայտնի պիեսների մեջ ա գրած ասում է։ Ինչ տեսնում ես բերանդ մի տար, սովորություն կդառնա, դու էլ ուրիշ բան կդառնաս։ Մի արեք տենց բան։ Մի քիչ վեհ եղեք։ Հասկանում եմ գուցե քաղցն է չոքել դուռը, ինչպես 50 տարին եւ սև մազերը թափելա ձեր բուռը, բայց պետության դեմ մարդ հանցանք գործի։ Դու ասում են դավաճանները, դու ասում են, չգիտեմ, մսրամելիքը, մյուսը եղբայր, մի արեք այդ բանը։ Ինչն է հոտ-դոգի մտեք եթեր ասեք հոտ-դոգի կարիք ունեմ ռադիոլսողների հետ թե ամենաանտիր տեղը չտանենք 10 անգամ պատիվ չտանք ամոթ լինի մեզ բոլորին ում է զանգեմ ասում հա սրանք պետության դեմ հանցանք են գործում հոտ-դոգի համար երկիրը քանդում են սա գործընկերներիս հետ Vivaldi Catering-ով Sevan Meat Market-ով Thava House-ով ով կա այնպես կերցնենք խմցնենք մի տարի 5 տարի ուտելիքի երես շուզենակ տնակ բայց պետությունը այդած քանդես եղբայր այդ անելու բան է այ Հիմա որպեսզի մերկապարանոց չլինեն իմ այս հայտարարությունները ես որոշ դրվագներ առանձնացրել եմ հարգելի բարեկամներ երկու առանձին հատորներով այդ ամեն ինչը արված բայց երկու բաժիններով առաջարկում եմ լսել եւ վերադառնալ Պետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության անունից հանդես եկող անձը Հայաստանի Հանրապետությունում բնակվող մի շարք քաղաքացիների կողմից իրենց օգտին քվեարկելն ապահովելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ազգությամբ հայ քաղաքացու հետ։ Դրա դիմաց Ռուսաստանաբնակ քաղաքացուն խոստացվել է կուսակցության ղեկավար կազմի միջոցով ապահովել Տաշիր ընկերությունների խմբին պատկանող եւ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող բանկից արտոնյալ պայմաններով վարկ ստանալու գործընթացը։ Բրատ դու կարա դու ասած ձեր մոտ բան անեն։ Ինչ։ Բադեշկա։ Զարտերը կարամ անեմ, ստել, ընդել, դու պրոբլեմ ունես ապել։ Չէ, որովհետև ես որ մեր աղբորը տենամ կուրսի պայեմ, էլի մեր աղբերներին ջոգի, կա հունիսին մի հատ գազ։ Չէ, ապե օգոստոսին։ Կուտրության վատ գազ մի հատ հունիսի 1-ին գազ մի քրանի օրով, մի 7 օրով մի հատ գազ տաս։ Ապե ես դիտե կարամ գաստամ։ Եկո ցավը տանեմ։ Անկորը գազն դե գիտես, պատատակոս։ Հա բա։ Դելա ես որ աղբորը տենամ, տղա աղբոր մոտի զանգեմ տես զրուցեին։ 10-20 ընտանիքի քավոր ես, Սամոջան, ումը զանգեմ իմ ազատ իրացման օրենքա։ Դե բավսյո բա։ Ասած ասել ընտանիքներով, բարեկամներով ուպորել եք։ Գնացեք գմփսրեք։ Սամ ջան, աղբերես։ Ձեր գյուղապետը բանը, ինչ ան։ Այ գյուղապետով աղբերդ որ զանգե դրանք ով են вообще, Սամոջան։ Ջան։ Էլ որ աղբերդ էտումա դրանք խառնվում են իրար գյուրում։ Ջան։ 4-5 շոֆերներ ունեմ իրանց ընտանիքներով, Սամոջան։ Հա։ Իրանք 40 ընտանիք են պահում, ապեր, որ մեկին ասեմ, դեպատիեթր ամնեդի հետ։ Դե 30 ընտանիքին էլ ասա, Սամ ջան, 30-40 ընտանիքին մորքուր, հորքուր,
Հորողբուր տղեկ, հորողբուր աղջիկ եք սաղին էլ ասա։ Ապեկ ասել եմ, ասաց։ Հա, ցավը տանեմ։ Ես որ ընդդեմ իրանց ասեմ մի 300 հոգի, 400 հոգի Սամո աղբորս զա բղագադայրու։ 30-40 հոգու ասես ընտանիք էդի եկա բանա։ Ասա մի 1000-1500 դամ մենք Արարատի մարզում ես կտանք։ Ջան, բա քո ցավը տանեմ։ Էդի եկա բանա, մեռնեմ քեզ, գտամ աղբորը կասեմ մեր։ Որ դու էլ գասեն, Նարեկին էլ կասենք։ Այս դոմանուվա լավ բան անում են դոնե իրան, Սամո։ Դե այդ ընտրություններից հետո տենանք, էլի գործմորզի գոնե դնեն ընձի։ Դե դու էլ կասես ինչ պետք է։ Մեծ գործի դնեն ընտրությունից հետո այդանք աշխատենք, էլի Սամ ջան։ Դեպուտատի գործի չի գործ ախպեր, պիտի դեպուտատը լինի։ Վայ ես քո ցավը տանեմ։ Նարոդի դեպուտատ։ Ես քո ցավիկը տանեմ։ Ասմա իրաց դերն, ասեմ ախպեր ես իսեցեց, ասմա դե ճանաչում է։ Բանին ջո գիր ախպեր աունչա։ Դե թրոշ տեղենա չէ ֆորաբանկի բանը աունչա։ Էմի չարխերը կա, ջոգում ես մենք իրանց պիտի օգնենք, իրանք է մեզ։ Մենք չեկալա Նարեկով այդ հարցը լուծենք, պիտի մեզ փող կայլա վերցել, սաղ պրծունեմ սաղ։ Սա ախպեր, մեր ախպերը մեր մարած դիքը չարխերը անում, ասա օգնենք ախպեր ինքն են դեա։ Սա ստրոյկա է վերցել մեծ ախպերը, նես չի որ իրան ասում ենք ձեր մեզ պարկով փող տա, Սամ ջոգիր, հա։ 5-10 միլիոն որ պրծնեմ, Սամ ջան ջոգիր։ Այսօր ասում պետք է ախպերս բերվանք, ասում մի բերան ինքը զանգիտե, մեր Սամար էտի ոնց են մի բաժակ ջուր լինի, Սամուջան ասում է։ Էդ ինչ փող է իրանց սմար։ Իրանց բանկն է, ջոգում է Սամուջան։ Ջոգիր ապեր։ Ասում է ապեր կարելի է լավ փող բռնել։ Ոնց էլի։ Դա ախպերից ինչ ասում, Արտաշատ ոնց է ձեր մոտ վիճակը։ Արա վիճակը մենք ենք որոշում, եղանակը մենք ենք ասում, ոնց կլինի։ Սամո ապեր, ասում եմ, Պեր եղանակի տեսության նաչալը սվաստե ասում է ոնց է։ Մենք ենք եղանակը փոխում, Սամո ջան, կարանք փոխենք խամի, կարանք փոխենք շոկ, կարանք փոխենք ոնց ուզենք ապեր։ Ես քո ցավին տանեմ արա։ Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որևէ պարագայում նյութական կամ այլ շահի դիմաց չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ եւ զերծ մնալ ինչպես առերես, այնպես էլ հեռահար հաղորդակցության միջոցով Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուց, զգուշացնելով, որ բոլոր նման դեպքերը գտնվում են կոմիտեի մշտական ուշադրության ներքո եւ անխուսափելիորեն արժանանալու են խիստ ու համարժեք իրավական արձագանքի։ Այս մի հատվածը հարգելի բարեկամներ, պաշտոնական այդ աուդիո ձայնագրություններով մնացածով։ Հիմա դուք տեսաք բառապաշարը, դուք լսեցիք բառամթերքը, դուք ամեն ինչ տեսաք։ Հիմա ես, դուք, մյուսը ինչ պիտի ասի։ Ինչ պիտի բարոյախրատական դաստա, որ ասեն, սթափվեցեք, գժուկներ եւ այլն, ինչ պիտի անի։ Մտածեք եւ էլի սա առաջին դրվագը չէ, երկրորդն էլ կա, հետո կխոսենք անպայման։ Կոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք քաղաքացիների, այդ թվում քողարկված եղանակով տվել են ընտրակաշարք։ Դե Դանե Վարուժանը դե մակապարտեզը աղբորը դվերն է, էլի ջոգի էտա։ Ես ինչ կարող անեմ։ Դու որ խորը մտածես, մի դանը դե 4-ը չենքը ասես գոնե աղբորը թմար դան բան անեն։ Ապա 4-ն է, 5-ն է, 9-ն է, 10-ն է, 6-ն է, Սամո ջան։ Որը վիճակից ոնց ելնենք որ 20000 դրամ ժողովրդներ չունենք, էդի ասա։ Դե մեռնենք քեզի բերել ենք բան անենք, էլի մեռնենք քեզ աշխատավարձ սուրս։ Վերջը պրոբլեմ չունես Վարուժանը քոնն է իմաց, ես գագրած Վարուժանը ասում եմ, ասեմ որ օրը դարձնք հետոների չպադրաստ կրնենք։ Հերդ ասես մասիվ ես հա գրի մի տանելու։ Շախտեղը անելու եմ ախ։ Ուխ, ես եկը ներկայացնեմ ապեր։ Կանենք անելու ենք, որտեղ մեր ֆակտորը հաշվի առնեն, ավելի ուժեղ ենք անելու։ Դե դրա համար արի ախպերս յոգեն ոնց է կտենք խոսքի, գիտես իմ մայլենա խոսքի ինչ կա տեղ։ Արա էդի
Այս մենակ այս ջահելները, որ հասկվում են 100 հոգի տղա են, իրանց ընտանիքների հետ 500 հոգի են դառնում ժողովուրդ։ Մեջ եմ դու գիտես։ Մեր ասած 500 հոգում ես 450 հոգի որա կա տալի, մեռնեմ քեզ։ Արա արի խոսանք, էլի սամ տալի, խես ընձի ջրած, հորոսա։ Տանենք օրեր կայնենք, ասենք արա։ Խոսանք մնացածը։ Ամետ Հակոբիկի մոտ փող մող ֆռում, հա։ Արա Հակոբիկի մոտ ախպեր փող չի ֆռում։ Բայց ասած կֆռա բան ինձ ասած գազի փողը բանն է կմուծեմ բան եսի։ Հեսա դիվիժենի կանի ախպերը։ 2 շաբթի 3 շաբթի չկորես որ մի հատ տեղի շտենք մարտի 150,000 գալ։ Միշտ է բայց դիվիժենին ինչ պետք է արվի։ Ախպերը տակտիկի կանենք ջոգի։ Տակտիկի որն է ամի։ Հա։ Մի հատ 2 շաբթի 3 շաբթի մարտի 150 կդնենք ջերներս։ Հələ մորքուրին է կգրանցեմ մամայի հետ ջոգի։ Հա։ Գոնե մի բան քաշենք։ Այո, դոդի ժողովուրդն է եկել, այդ դրանց ինչ պետք է արվի։ Կասեմ էլի երրորդը բաննի խոսա։ Ձեր մոտ զուպ կա, զուպ հարուտը ինչա կա դենտ։ Սուպ։ Դեզի պետ խավացը։ Հարց կարում է լուծի։ Ինքը։ Հա։ Քեզ ջոգում մեր օկտին կարում է ավտոմատոսարկի ախպերը։ Շրջապատը մեծ է։ Շրջապատը, հա, շրջապատը մեծ է։ Շեֆս Բալյոր։ Բարև։ Սամոնա ոնց ես։ Քո հետ չեմ խոսում։ Այս ոչ բան չեմ անելու։ Սաղորը խափում ես։ Այդ ցավը տանեմ հեսա եկել ենք միշտ իմ մոտ ենք ես Յունի բանկի մոտ։ Պասպորտդ վեկալ արինց թե կարնենս է, որ գրանցի որ ամսի 16 է։ Դեմը շուտ արա վարջան, շուտ գրասենակի դեմը քեզ ենք սպասում։ Պասպորտդ որ թողենք ստե կարնեն ընդ բան պետք է խոն դրած։ Հա, գագուճան։ Սամոզա փողի փական քո է թե զանգեմ բանի։ Այն 8-9 հոգվում պետք է լրացնեմ այսօր։ Վերջել եմ ընկել եմ այսքո մենքոմ տենամ ինչ եմ անում, ամեն շենքին մի հատ նորմալ տղա։ Եկալում են որ։ Ընկերս քանի օքու բան արեցի, 8 թե 10։ Իմ հետ ես։ Հա։ Ախպեր դες բաց կապով ես է խոսում։ Չէ, դե ինչ ենք խոսում ախպեր, 10 հատ ախպեր են, 8 հատ ախպեր են մեր ընկերները։ 12 օր։ Կարանք են մի հատն էլ մամային գրանցեմ։ Չի մամային չէ գոնե հորդ։ Դե պապան չի կարա աշխատանք բանա ինքը։ Ահ ինչ կապ ունի։ Հորդ։ Բացի այդ, պարզվել է, որ ուժեղ Հայաստան կուսակցության անունից հանդես եկող անձը Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրով ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակված լինելու պայմաններում խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաև տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ։ Հա, վաղը ժամը 12-ին ազգային ժողով են կլնելու։ Կարա դու գաս։ 12-ին արդ չար ժամա, բայց բոլորս սարը։ Ապս մի բան կանենք լավ։ Հա, 11-ից կեսկեթան գրասենյակ։ Հələ տենամ ինչա 20000 կվերցեմ։ Ինչով տենանք ինչ ենք անում, այդ 20000 կվերցեմ, կտամ ծուծերը փողլի, ստանաս կտանք կորգոն տանենք։ Հա։ Վաղը տենանք ինչ անում էլի, Մամիկոնյան Վարդան պետք է անենք։ Հետդ մարդ կարաս վերցես։ Հեսա ջոգեմ ով։ Տեսօր քո ընկերներից կարաս վերցես էլի։ Բենզինա, պաբիրոսա բանաջոգի։ Ստանամ կապում աշխատավարձը գործի տերը։ Վեգերոչը ինչքան ընկեր ունես վեկալ։ Յանքիդ մեռնեմ։ Կարաս աները չտե վեկալ, այս դմբուլիկի գագոին։ Ախպերս։ Ցավի կտանեմ։ Հետո դեկապով կյանքիդ մեռնեմ։ Էմի վաղը 4 հոգի բերում ես։ Համի 3-4 էլի։ Դե վաղը 4 հոգու հետ քեզի տենամ։ Ժամը 4-ին ավան առինջ, ավտոբուսը գալիս է 5-6 հատ իկարուս ենք բերե։ Բա ուր ենք այդ հալով։ Ախպեր ուր պետք է թանք։ Վարդա, չգիտես օպերա։ Դու ես ապե մտարի գրասենյակ էլի։ Ասամ։ Հորող պորոս որստոր, դոբրի։ Դոբրի Սամջան։ Ոնց ես։ Լավ դու ոնց ես Սամս։ Նորմալ, դու մենակ գիտես ում լսես։ Հորող պորոս։ Այսօր ժամը 4-ին 10 պակաս պետք է ինձ ավան առինջ լինենք։ Դա քանի օքի այդ մարդես բերեմ։ Մի 3-ը հաստատ է։ Դե Մամիկոնյան Վարդան արա։ Ուսանողական տոմսդ կուղարկես։ Ինչի համար։ Որ վարձիդ 50000-ը մուծեն։ Էտով։ Արա դե մի ով դու ես դավատի տալի, ով որ կլի։ Բայց քիչ այդքան քիչ։ Արա դե 50-ը թոմուծեն։
Մարմինները ուտելու քոնը 50,000 մարմիններ երկու։ Հա, 150,000։ Ախպերս Թերեմեզյանը։ Ինչի՞նի։ Մալա։ Ուրեմն լսի, երես նա խոսք ունեի, միշտ что утром рано встает, самый Бог подает. Если кединя шалваром берем, гжаган, если вот не тавсим гойц, а потом где атом свете, надо гжаган свитером берем. Вай хоть саватан. Надо спортային պես իմանալ մոդայի շալվարները որ կան, թափթազա վդի բանը բացել տաս, էլի, կամ ջանքը, բայց զապասին, էլի, թափթազա յուղորեն։ Իմաշի աղբորին դա սամքունն է ստադելություն։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության Ես արդեն ավանդական տեքստն է, էսա էլ արդեն մարդ նողկում ու եղկում անկերներ։ Ու այսպես շարունակ տեսնենք ուր է գնալու ես իմ ժողովուրդը ու դուք ասում եք երեկվա թեմայի շարունակությամբ ոնց կարող է այսքան ես լսածն բա դու պատկերացնում ես քանիսը որ չլսված է չձայնագրված է ոնց կարող է այս երկրում այսքան տականքներ լինելով հանդերձ կարողանաս բարեկեցություն վայ Ֆրանսիայի հետ վայ ամերիկյան չգիտեմ ինչ վայ հնարավոր չի սա թաթարական ինչ որ ույգուրական չեմ ուզում ուրիշներին վիրավորեմ ազգերին բան չանեմ բայց սա ինչ որ սուլթանական հարեմական բան է այն որ ախպերս ազի սվիտերը բերիմ այսպես վիճակ ինչ բարոյախրատական ճառեր ինչ կրթություն ինչ բարոյականություն ոչ մի բան դուք ասեք հարգելի բարեկամներ երբ որ մեկին վճարում ես իր ծառայության համար ո՞նց են կոչվում այդ մարդիկ երբ որ դու առնում ես այդ մարդուն ասես սենց պիտի անես սենց ո՞նց են կոչվում այդ մարդիկ լսեմ երևի ռադիո լսողներին հետո ես չգիտեմ ինչ ասեմ դրա համար լսեմ երևի ռադիո լսողներին 747 Բարև ձեզ Ռաֆայել ջան ինչպես եք Բարև ձեզ դե էսպես ոնց որ կա Ահա շատ վատ է ես նույնպես մի հատ հարց է հետաքրքրում Հիմա այսքան որ լսում ենք լավ իմացանք մի 10 հատ էլ ամեն օր իմացանք ինչ որ պատիժ չկա Դե ասում բռնել են կալանավորել են մի քանիսին բերման ենթարկվածներ կան այդ կա բայց պատիժը դեռ դատարան մատարան հələ այդտեղ չենք հասել Հիմա հարցաքննություն է ու իմ ունեցած տեղեկություններով այդ ում որ բերման են ենթարկում վառում է բոլորին ծախում է աստիճանաբար սկսել են խոսել եւ դրա համար թիվը շատանում է գնալով Հա տեսնենք ուրա գնալու է Ինչ որ մի բան կա որովհետեւ շատ դժվար է լսելը որ քիչ ամանով sense այդպես մեջտեղից է like դուք հասկանում եք ինչ է կանում թե ուղղ ինչքան է մարդկանց sense բաներ էլի արդեն չգիտեմ բայց ձայնը մարդկանց խոսալու ոճը բանուակի նոթքում խոսալու այդ առոգանությունը տոնայնությունը բառապաստարը նոկալի է իրոք նոկալի է շատ ամենայն դեպս չգիտեմ ձեզ լավ կապի մեջ լավ որ ձեզ էլ ուրիշին էլ լսեմ եւս մի ռադիո լսողի լսեմ ով է միացել 747-477-3444 բարև ձեզ Բարև ձեզ, այո, սկսեմ արդեն ռադիո լսողների հետ զրուցել, որ մենախոսություն չլինի, ով է միացել, բարի օր։ Արամ անունս Ռաֆայել ջան, ճիշտ ասած, հենց այդ խոսքի վրա, որ ասեցիք դուք ասեք, ես ուրմն այսքան նայում եմ, այդ տականք վարը շատ մեղմասած էր, բայց ավելի շատ իհարկե ձեր կարծիքն եք ուզեմ լսել։ Չեք կարծում, որ մեր երկրում պետք է ամեն ինչ անեն, որ ժողովուրդը բարձրագույն կրթություն ստանա, կապ չունի ինչ մասնագիտությամբ, ինչ որ մտնի մեջները, որ մարդիկ իրոք կրթվեն, որովհետև նայում ես, չգիտեմ ինչ բառով բացատրեմ, իրանց զրույցի որակը, մարդկային ճղճինությունը մի կողմ դրած, ուղեղի աշխատանքները միակողմանի է, բացված չի, զարգացած չի, այդ մարդիկ չգիտեն ինչի համար են ապրում, ինչի համար են ուզում վարի տան երկիրը, որտեղ որ ապրում են։ Ինձ թվում է պետք է պետական մասշտաբով լուրջ ներդրումներ կատարվի, որ մարդկանց կրթեն, ուղղակի չգիտեմ, ամեն ձևի, միտեղ չագուջով, միտեղ
Իսկ ոմա սա զուտ այդ զուտ դրա պակասն է, ուրիշ բան չեմ կարող այստեղ ասեմ։ Հիմա դու քիչ առաջ մեր ժողովրդի հետ միասին լսում էիք որոշ մարդկանց խոսելավոճը, ձևը եւ այլն։ Հիմա դու կարծում եք որևէ կրթություն այդ մարդկանց այդ մարդիկ ունակ են որևէ կրթօջախ ոտք դնելու։ Հնարավոր բան չի։ Մատաղ սերունդ։ Լավ, եթերում ասեմ, Արամ ջան, ձեզ լավ օր, մերսի որ զանգեցիք, եթերից լսեք կպատասխանեմ։ Բանը հետևյալն է, մտորումը։ Այն մարդիկ, ովքեր որ քիչ առաջ եթերում խոսում էին, դու կարծում եք ինքը որևէ կրթօջախ ոտք կդնի։ Հնարավոր բան չի, ես պատմել եմ այս պատումը երևի մի տարի առաջ Հայաստանյան ռադիոներից մեկում ինձ մեկ ուրբաթ օրերը երեկոյան կանչում էին, գնում էի տաղավար խոսում էի բան մասնենց, հետո երբ որ Հայաստանյան այս լսարանի պես լսարանը, այս որ քիչ առաջ խոսում էր, մոտավորապես այս զրույցներն ամեն օր զանգում էին, կյանքում ոչ մի բանի չհասած, ձգտում չունեցող, ատող ամեն ինչը, այդ մարդիկ ամեն օր զանգում էին նույն բողոքները, նույն դժգոհությունները, բան, բայց որ ասում էի եղբայր, բայց չեք կարծում որ դուք եք այս հարցում սխալ, դուք եք այս բան, դառնում էր կռիվ։ Մի անգամ մեկը զանգեց, ախպեր ես ասես լսում եմ քեզ ընկեր, ասում ես խոսելավոճով, բան։ Հա, գործ չկա, բան չկա, ոչ մի բան չկա, սենց վիճակ է, բան, ասում եմ կներեք, ի՞նչ է ձեր ան, ասում եմ Պողոս, օքեյ։ Պողոս ջան, քանի տարեկան եք, ասում եմ 27։ Օքեյ 27 տարեկան եք, այսինքն լավ երիտասարդ եք։ Ինչ կրթություն ունեք։ Ասում եմ 8 տարեք, 8-րդ դասարանը հելամ գնացի ես իմ ուր, չկարացա սովորեմ, հետո բանակ գնացի հետո եկամ ու սենց վիճակ, հիմա է տաքսի Yandex-ա, ստեյջ բանն է, ստեղի Uber-ն է, Yandex-ա կոչվում, այդ Yandex եմ քշում, բան։ Ասեմ հարգելի պայմանական Պողոս, դուք ինքներդ եք խոստովանում, կրթություն չեք ստացել, թերի բարձրագույն բան, թերի բարձրագույն չէ, դպրոցական կրթությունն է թերի, 8-ից եք դուրս եկել, որևէ վերապատրաստում չունեք, մասնագիտական հմտություն չունեք, լեզուների չեք տիրապետում, բան, Yandex եք քշում, հələ փառք Աստծո, այդ այլընտրանքը կա։ Քշում եք հիմա ձեր տունը ոնց կարում պահում եք, բա ում վրա եք մունատ գալի։ Բա ախպեր 27 տարեկանում տուն եմ պահում, ես եմ անում, բա ես որտե եթամ սովորեմ, բան, ասցի մի րոպե, հարգելի Պողոս, եթերում է ձայնագրությունը կա, եթերում չեմ ասի համասարանի անունը, որ գովազ չանեմ, զանգում եմ սեփականատիրոջը, Հայաստանի ամենամեծ կրթական համասարանների շատ հայտնի համասարանների ցանցը, զանգում եմ սեփականատիրոջը, ռեկտորը չի, դեկանը չի, սեփականատիրոջը։ Իմ ամենահարազատ մարկանցից մեկն է, իմ կյանքի կարևորագույն էակներից մեկն է, ես որ շատ հարազատ մարդ եմ ընկալում։ Զանգում եմ, բարև ձեզ։ Սենց վիճակա մենք հիմա եթերում ենք։ Սենց մի հատ մարդ կա, տունա պահում, չի կարում ապրի, մասնագիտական կրթություն ուզում տղեն ստանա, բայց վճարման հետ կապված խնդիրներ կա։ Կարանք իրան ընդառաջենք։ Բացարձակ խնդիր չկա։ Թողա միաձրուցենք, տեսնենք, որ ֆակուլտետի, որ մասնագիտական ուղղվածություն ունի, ընդունում ենք համասարան, սկսի սովորել, հետո ֆինանսական հարցերը են, որ հիմա չենք քննարկում անգամ։ Ասում եմ լսեցիք, հարգելիս, ասում հա, բայց չէ իմ սովորելու վախտը արդեն անցել է, բան, եղբայր 27 տարեկանում ոնց կարա կրթության ժամանակը անցնի, ոնց կարա 27, 30, 37, 40 տարեկանում կրթության ժամանակը անցնի։ Կրթության ժամանակը երբեք չի անցնում։ Unless հերու տնից տեղից մարտնգնի մեռնի։ Երբեք ողջ կյանքում սովորում ենք, ողջ կյանքում ապրում ենք, լիքը նոր բան ենք բացահայտում, հիմա 27 տարեկան ես գանգատվում ես, բա 37 տարեկանում ես գանգատվելու, 47-ում ես գանգատվելու, որովհետև հնարավոր չի, եթե դու 27-ում արդեն գանգատվում ես ու դու ասում ես, որ ոչ մի բան չես կարում անես մեծ հաշվով մասնագիտական առումով չունես, տենց է ստացել կյանքը, պարտադիր չի բոլորը դոկտոր պրոֆեսոր դառնան եւ կյանքի դրվածն է, փողոց ավլողապետք, աման լվացողապետք եւ մնացած ամենայն հարգանքով բոլոր աշխատանքներին, բայց կյանքի դրվածն է, պատկերացրա բոլորը դոկտոր պրոֆեսոր են, ինչ կլինի։ Մեր հասարակությունը տենց է ապրել, որ մենք այսօր ենք ընկել։ Բոլորը թղթով դոկտոր պրոֆեսոր են, երկու բառ խոսում ես հետը, ազիզ է թամշլվար առնեմ, այս մակարդակն է, բայց գրպանում շատ հավանական է ինքը բժիշկ է, ասենք, գնել է մետրոյի տակից դիպլոմի կոպի։ Էս է մեր
ողբերգությունը մեր հասարակության, որի դեմ պայքարում ենք, ու բան այնա կարդավել է նորաձևը մի հատ ծրագիր արեցին։ Մինչև հիմա վիդեոները ստարածում են, գնաց Աննա Հակոբյանի հետ նստեց կլոր սեղան, բարեկամներ 1000 անգամ բացատրեցինք, 1000 անգամ խոսացինք, որ հավաքում է այն մարդկանց, ովքեր կրթության հետ որևէ առանց մեկը բլոգեր էր կողքս նստած, մեկը լուրերի, չգիտեմ ինչ էր, մեկը սահմանադրական դատարանի դատավորի տեխնացու էր, տարբեր բնակավարներից կանչել էր։ Հիմա եթե մարդը կրթության մասին բան է քննարկում, բայց չգնաց մի աչքաշ, արա կրթության մասին է, մի հատ անգամ լսեմ։ Դրանից հետո ինձ տեսել եք որևէ տեղ, որևէ մի առնչության մեջ չեք տեսել, որովհետև առաջի անգամ գնացի լսեցի, լիքը բան հասկացա, լիքը բան Գցեցի բռնեցի մեջ ու անում եմ այն ինչ որ ճիշտ եմ համարում։ Բայց եթե ես 15 տարի մեդիայում եմ աշխատում, որից 11 տարին, 12 տարին Լոս Անջելեսում ու ամեն եթերս կրթություն, քաղաքակրթություն, կուլտուրա ասում եմ, ու երկրի ղեկավարությունը կանչում է, ասում է, որ այդ թեմայով գործառույթ ենք ուզում սկսել, ես չգնամ Բայց ես չեմ դավաճանի իմ քայլերին, ուրեմն սուտ ասանի մեկն եմ, էլի։ Այդ է ստացվում։ Լսեմ ռադիոլսողի, բարև ձեզ, ողջույն։ Ես չգնամ։ Բարև ձեզ, ողջույն։ Ռաֆայել ջան, ո՞նց եք։ Լավ եմ, հարգելիս, դուք ասեք։ Մենք էլ լավ ենք, դերենիկը չկա, մի քիչ տխուր է։ Դե սպասում ենք դերենիկը հիմա Մեքսիկո, Արևիտակ, իր համար ես ներվերս եմ քանդում ինքն դե կոկտեյլ ախում։ Դու դերենիկը բարի դատավորն է, դուք խիստ դատախազն եք։ Հա, կա տենց բան։ Հա, իմ ասածը գիտեք ինչ է, այդ մասսան շատ դժվար է փոխել Ռաֆայել ջան։ Դրանց փոխելը դժվար է, դրանց փոխելը անհնար է, դրանց մենակ մի բան կփրկի, որ տանեն 7 տարի նստացնեն, ուրիշ ոչ մի բան։ Իրանց մի բան էլ խնդրում եմ, որ կարողանաք հեռարձակեք կամ ասեք բարձրաձայնեք, որ ինչի են ուզում դրանց գրանցեն ընդհանրապես։ Այդ իրանց ամբողջ այդ իրանց կառույցը, այդ իրանց սանվելով, իրանց չգիտեմ ով փող է բաժանում։ Ինչի են գրանցում այդ կուսակցություններին։ Դրանց ոչ թե մենակ տվողներին պետք է կամ վերցնողներին, այլ ովքեր որ այդ ֆինանսները ֆինանսավորել են դրանց։ Դե հարցը մնում է բաց։ Հարգելի պատկան մարմիններ, արդեն որերորդ ռադիոլսողը շատ արդարացի հարց է բարձրաձայնում։ Ահա, ես եմ միանում եմ այդ կոչերին։ Ոնց կարա տունը քանդում են, ծառի ճյուղը կտրում են, որի վրա ազգովին նստած ենք, դուք ասում եք, չէ, մենք կհաղթենք։ Okay, բա որ, հետո ինչ եք անելու։ Եզերդ համաձայն եմ, հարգելի։ Եզերդ համաձայն եմ։ Ձեզ լավ եղեք։ Հաղթել։ Ձեզ լավ որ, Ռաֆայել ջան։ Լավ կացեք։ 744-777-3444 ուղիղ եթերի հեռախոսահամար հարգելի բարեկամներ, այսպես ես մեկ ոգևորում եմ, որ բան եմ ասում, որից հետո զանգեր եմ ընդունում։ Հիմա այս ամբողջ ֆոնի մեջ, այս խայտարակության մեջ, տեսեք, դատավորը դուք ինքներդ եք, Էմանուել Մակրոնը գալիս է Հայաստան, շատ լավ է անում, գիտեք, Հայաստանում եվրոպական կարևոր գագաթնաժողով է լինելու, բավականին բարձրաստիճան ղեկավարներ են գալիս բան եւ Ֆրանսիական, հայ-ֆրանսիական ընդհանրապես հարաբերությունները առանձնանում են պատմական խորությամբ, փոխադարձ վստահությամբ, մշակութային սերտ կապերով, այդ պարզից էլ պարզ է։ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ձևավորված համագործակցությունը հիմնված է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների, այլ նաեւ մարդկային եւ իրոք արժեքային ընդհանրությունների վրա։ Ֆրանսիան բազմիցս հանդես է եկել որպես Հայաստանի բարեկամ, որպես գործընկեր, աջակցելով մեր երկրի զարգացման տարբեր ոլորտներում եւ միջազգային ատյաններում։ Այս հարաբերությունները հատկապես կարևոր են Հայաստանի համար, հաշվի առնելով ֆրանսիական տնտեսությունը, որ զարգացած է, ինստիտուտները, որոնք կայացած են, նորարարական ուժը, որը առկա է եւ տեսանելի։ Ֆրանսիան կարող է Հայաստանին փոխանցել իր փորձը կրթության, գիտության, ռազմաարդյունաբերության, տեխնոլոգիաների, կառավարման համակարգերի եւ մի շարք այլ ժողովրդավարական, ինստիտուտների կայացման հարցում։ Տնտեսական առումով եւս համագործակցության իրոք մեծ ուժ կա, ֆրանսիական ներդրումները կարող են խթանել Հայաստանի արդյունաբերության, ենթակառուցվածքների, էներգետիկ ոլորտների զարգացումը եւ միևնույն ժամանակ Հայաստանը կարող է դառնալ իրոք յուրօրինակ կամուրջ Եվրոպայի եւ տարածաշրջանի այլ երկրների միջև հաշվի առնելով ընդհանրապես լոկացիան։
Հայաստանի Հանրապետության տեղակայումը, դիրքը։ Տնտեսական առումով եւս համագործակցության մեծ ուժ կա, այդտեղ կապերը կարող ենք օգտագործել Հայաստանի աշխարհագրությունը, այս թրիփը, որ վաղը մյուս օր կյանքի կկոչվի, մշակույթի ոլորտը, որ հաճախ ֆրանկոֆոնիայի ինչ-որ բաներ են կազմակերպում, տարբեր արտիստներ են գալիս, մշակութային ոլորտը հարաբերությունները արդեն իսկ ամուր են եւ կայացած, սակայն դրանք կարելի է ել ավելի խորացնել, խթանելով մշակութային փոխանակումները, համատեղ ծրագրերը, զբոսաշրջության հարցերը եւ մշակույթ ասելով միայն Շարլ Անձնավուր չի, էլի պետք պատկերացնել կամ Միրիամ Մատիե կամ մնացածներին հարցը շատ ավելի խորքային է ու սա զարգացնելով կուժեղացնի ժողովուրդների միջև փոխըմբռնումը եւ կստեղծի նոր հնարավորություններ համագործակցության համար։ Ընդհանուր առմամբ, հարգելի ռադիոլսողներ, հայ-ֆրանսիական հարաբերությունները ես վստահ եմ ունեն մեծ ապագա եւ ավելի են խորանալու։ Ճիշտ ռազմավարության եւ փոխադարձ նախաձեռնությունների շնորհիվ Հայաստանը կարող է օգնել Ֆրանսիային տարածաշրջանում ավելի ներկայանալի դառնալ, միևնույն ժամանակ Ֆրանսիայից բարիքներ քաղելով, նկատի ունեմ օգտվել Ֆրանսիայի փորձից, արագացնել իր զարգացումները, ամրապնդել դիրքերը միջազգային ասպարեզում եւ ունենալ հենարան։ Իդեպ կարևոր մի դիտարկում, ամեն անգամ երբ որ մենք որևէ երկրի հետ խորացնելու մասն ենք խոսում հարաբերությունները, թյուր կարծիք է ստեղծվում, որ ի հաշիվ մյուս հարաբերությունների ու ուրիշ երկրի դեմ այս հարաբերությունների զարգացումը չպիտի լինի որևէ մեկ այլ երկրի դեմ։ Ես խոսում եմ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման մասին եւ այս մթնոլորտում կարևոր է ընդգծել, որ այո, Մակրոնը գալիս է Հայաստան, այցի մայիսի 3-ից 5-ը, 3-4 օր, այսօր վերջի օրն է ապրիլի, վաղ արդեն մայիսի 1-ն է, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-ից 5-ը ժամանում է Հայաստան։ Այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը մասնակցելու է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որից հետո մեկնարկելու է իր պաշտոնական այցը մայիսի 5-ին։ Տեղի կունենա վարչապետի եւ Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների ընդլայնված կազմով հանդիպումը, փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Փաշինյանն ու Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների հետ հայտարարություններով՝ «Օ, բարձյալ, խնդրում եմ քեզ», այսօրվա ասուլիսը նայեցիք Փաշինյանի։ Այդ լրագրողներին չթողեք այդ ասուլիսին, Մակրոն դու Մակրոն չթողեք այն Շարլ դե Գոլ հացանավը բերեք կանգնացրեք հրապարակի կենտրոնում, բայց չթողեք այդ պրովոկատորներին։ Ոայ աստված իմ, ես էլի Փաշինյանին եմ մեղադրում։ Այս խոսքի ազատություն չի, էսի դեմոկրատիայի բան չի, այս ծաղրուծանակ վիճակը, այդ բլոգերների մի ոհմակ բերելա լծրելա պարս, բերելա բան նայում եմ միկրոֆոնների 3 հատնա TV, 3 հատնա TV, մնացածը կայքեր, մայքեր, ինչ-որ ակնհայտ, Փաշինյանը իրա բերանով ասում, գնացեք ձեր տերերից հարցրեք, գնացեք այն մարդկանցից հարցրեք, ովքեր այս հարցը գրել են, այսօրվա ասուլիսն եմ ասում, բա պարոն Փաշինյան, եթե այդ հարցեր գրողները տերեր ունեն, թշնամական դիրքորոշում ունեցած տերեր ունեն, բա այդ լրագրողները, տեսակի լրագրողները կառավարության շենքում ինչ գործ ունեն, դրանք հակապետական մարդիկ են։ 1000 անգամ եմ ասել, 1000 անգամ եմ ասել։ Կարա լինի մարդ ընդդիմադիր, լուրջ հարցեր տա, կառավարության սխալների մասին խոսի, բայց եթե ակնհայտ այդ մարդիկ ֆինանսավորվում են թշնամական աղբյուրներից եւ պետության հիմքերը քանդում են, դրանց ասուլիս տալը որն է։ Այդ մարդիկ ռեշոտկով պիտի արևը տենան։ Ասուլիս Տիկին Նեսիմինչյան ավարտեցիք հարցը, հիմա ես կարող եմ պատասխանել։ Այս ինչ բան է, այս ինչ մենք երկիր ենք կորցնում ու կարելի է այտենց չի լինում։ Դա չի լինում։ Դու գործընկերներից մեկը, բա դու գնա դու հարց տու։ TV-ի տնօրեն ես գնա հարց տու։ Ես գնամ կանգնեմ դրանց կողքին։ Ես գնամ կանգնեմ դրանց կողքին երբեք։ Որովհետև ասուլիսը թողած կռվի մեջ եմ ընկնելու։ Որովհետև դե մի հատ ապուշություն լսեմ, իսկ ամենայն հավանականությամբ ավանակություն եմ լսելու, ասել եմ, ես ինչ եք խոսում դուք։ Թողելու եմ այդ ասուլիսն է, ասուլիսի տերն էլ, մնացածն էլ ընդեմ։ Բան, ինձ ով ճանաչում է գիտի, ատում եմ ես այդ սուտ, այդ դեմագոգիկ, այդ պրովոկատիվ, այդ ինչ որ պաթոսային, բայց չէ որ մասի սմերի չի, այսպես բաները։
Այսօր մի հատ գրել է, մի հատ ընդդիմադդմի գրել է, Մասիսը եղել է ու միշտ կմնա Հայաստանյա, հայկական։ Հիմա հարց եմ տալի։ Ախր հարց տալն էլ անիմաստ է, էլի ավանակաբարո զրույցով դառնում, բայց ո՞նց է դառնում հայկական։ Որպես սիմվոլ, ոնց որ խորհրդանիշ, հա, արևը, լուսինը, աստղերը, բայց որ դու կորցրել ես, երբ որ քոններ իրա ղադերը կներեք ես բարից համար չես իմացել։ Կորցրել ես, մսխել ես պետությունը, սրանից բեթար վատ բաներ ես արել։ Ինչ է նշանակում կմնա հայկական։ Ոնց է մնում հայկական։ Այս ինձ են քանդում ես երկիրը։ Հիմա իմ ասածը ճշտամական բան է։ Որտեղ հա Ռաֆայելը ասեց Մասիսը չի կարող լինել հայկական, ոչ թե չի կարող, այլ հայկական չի։ Դրան եթե արգումենտացիա գումարես, ասես լավ։ Ռաֆայելը երնի անիծած, ո՞նց է հայկական։ Սիմվոլիզմով, սրտով, կարոտով, ինչով։ Ասում են Նոյան Տապանը իր վրայականը հենց դրանով, Նոյը հայեր։ Տենց էլ անիմաստ է անգամ զրուցել, էլի այդ թեմայի շուրջ։ Մի խոսքով, Մակրոնը գնալու է Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին, Մատենադարանը գնալու է, այս դուրս եկավ։ Հետո Վահագն Խաչատուրյանի հետ է հանդիպելու, այնտեղ էլի ասուլիստներ կլինի, ես կլինի, ուրախ ենք, հետո գնալու ենք Գյումրի, հարգանքի տուրք են մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին, եւ այստեղ էլի հարց։ Իսկ ինչու Մակրոնը, որ էլի ընկերա, բարեկամա, մեր ժողովրդի լավ բարեկամն է, ինչի չի գնում Սարդարապատ, ասենք։ Էլի ինչի եք տանում մեռելների դուռ։ Մի հատ ինձ մեկը թող բացատրի։ Ինչի ենք մենք միշտ տանում, ասում այստեղ մենք մեռել ենք։ Տարեք ասեք այստեղ մենք մեռել ենք, հերոսացել ենք ու Հայաստանա ծնվե։ Գիտենք, որ ասա մահ իմացյալ անմահությունն է։ Այ իմանանք ինչի համար են մեր պապերը գնացել զոհվե։ Այս մեր սահմանադրություն եք փոխելու, պարոն Փաշինյան, պատկան մարմիններ, Տիկին Գալյան, գրում եք սահմանադրություն եք գրում, աշխատանքներ, մեր պետական պրոտոկոլների մեջ միջազգային ատյանների ես բարձրաստիճան մարդկանց տարեք պետական այն կառույցների դիմաց գլուխ խոնարել տվեք, պսակ դրել տվեք, որը Հայաստանա ծնե, այդ մեր ցավն է, այդ մեր ժողովրդի ցավն է, գնանք, խոնարհվենք, հարգենք, հասկացանք, մեր պապերն են, իմ պապերն են, սաղից պապերն են, գնանք, խոնարհվենք եւ հասկանանք, բայց պետական այրերին տարեք Սարդարապատ, Հայաստանի Հանրապետության ծննդավայրը տարեք, որտեղ որ մեր հերոսները կռվել են ու այս մի բուր երկիրը կարացել են Թուրքի բերնից, ինչու՞ նա Թուրքի բերնի, բոլշևիկների ու Թուրքի բերանից ազատագրել։ Չեն հասկանում, օքեյ, մի հասկացեք, դրանք ինչա լինելու։ Հետո ինչա լինելու, հայ-ֆրանսիական ընդհանրապես հարաբերությունների զարգացումը առանձնահատուկ դերակատարում ունի որ տեսանկյունից, համայնքի, Հայաստանի մեր հայ-ֆրանսիական համայնքների հետ կապված, Ֆրանսիայում հայ համայնքի, ուրույնների, որը կրթական ծրագրերի մշակութային նախաձեռնություն եւ մնացած բոլոր հարցերում ուրույն իր տեղը ունի, հայկական համայնքը հանդես է գալիս որպես յուրօրինակ կամուրջ, որը խորացնում է փոխըմբռնումը եւ ամրապնդում է երկկողմ հարաբերությունները, ստեղծելով նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի զարգացման, այնպես էլ Ֆրանսիայի հասարակության բազմազանությունը ել ավելի հարստացնելու հարցում։ Եվ մինչ գովազդի դադար վերցնելը հարգելիներս, մինչ աստիճանաբար ամփոփել է մեր զրույցը, իհարկե պետք է վստահորեն նշել, որ այսօրվա անկայուն իրարամերժ ոչ միանշանակ իրականության մեջ Հայաստանի եւ Ֆրանսիայի ձևավորած հարաբերությունները կարող են ծառայել որպես համագործակցության հաջողված օրինակ ու ոչ հարևան երկրների միջև։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես պատմական հիշողությունը, անցյալը, փոխադարձ հարգանքը, համընդհանուր արժեքները կարող են հիմք հանդիսանալ երկարաժամկետ ամուր գործընկերության համար։ Այս կապը ապացուցում է, որ նույնիսկ տարբեր չափերի, աշխարհագրական դիրքերի տարբեր երկրները կարող են կառուցել արդյունավետ, հավասարակշռված եւ վստահելի հարաբերություններ։ Այնպես որ ամենայն հարգանքով Ֆրանսիային եւ Ֆրանսիայի ժողովրդին, բարով գա պարոն նախագահը
եւ ես վստահ եմ, որ այլ ավելի ամրապնդելու մեր կապը Հայաստան-Ֆրանսիա